Փառքներդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատեր սասնածռերին։ Պետության հանդեպ, արհավիրքի հանդեպ անտարբերության տենդենսը խորանում է, շարունակվում է։ Նամանավանդ Երևանում այն տեսակ խնջույքներ ու հրավառություններ են կատարվում, ասես մեր երկրին ոչինչ չի սպառնում։ Ասես ամեն ինչ, ասես խաղաղ իր հունով գնում է։ Մինչդեռ Հեյդարի լակոտը Թուրքիայի եւ Պակիստանի հետ զորավարժություններ է անում։ Խաղաղության պատրաստող Հեյդարի լակոտը զորավարժություններ է անում եւ զորավարժությունների ժամանակ տենչում է իր արևմտյան Ադրբեջանին տիրանալու։ Թուրքիայի եւ Պակիստանի հետ ժողովուրդ Ալիևը զորավարժություններ է անում, ու այդ զորավարժությունների ժամանակ նաեւ կոչեր են հնչում։ Ինքն իրան չի խոսում է, պետություններ կան կողքը։ Իր թիվ 1 դաշնակիցները հրթիռներ է ձեռք բերում, նոր զինատեսակներ, ծանր։ Մենք Ծառուկյան Գագիկ են կալանավորում, Ծառուկյան Գագիկի հղի առյուծ են սպանում, որ ժողովուրդ այդ առյուծի մասում զբաղվի, խոսի, բամբասի, տո ցավ ապրի։ Ես էլ եմ ցավում, բայց մինչև այդ առյուծի մասին մտածեմ, ես պատկերացնում եմ, երբ որ Արցախը հրթիռակոծում էին հիվանդանոցի մեջ, քանի հղի հայ կին է մահացել, կամ վիժել, կամ զավակին կորցրել նորածին, կամ երբ որ շրջափակման մեջ էր 10 ամիս սովի մեջ, քանի հայ մանուկ չծնվեց, կամ մահացած ծնվեց, կամ հղի մայր չդիմացավ մահացավ, կամ գաղթի ճանապարհին հայ հղի կանայք, նրանց հետ ինչ եղավ։ Հələ այդ առյուծի մասին մտածողներ, որից է մեկ մտքով անցել է, բախելի Արցախ հայաթափեցին է, այս նույն Նիկոլները, Ծառուկյանները, Քոչարյանները, Տաշիր Սամոները, իրենք էին, բոլորն իրենք էին, որտեվ խորհրդարանը նույնն էր։ Մեկը ցավ ապրեցիք մի հղի կնոջ դժբախտությամբ։ Ես բնական աշխարհի սիրահար եմ, բնության սիրահար եմ։ Ձեզ չթվա, որ ես սատկել է, չէ, ժողովուրդ, բայց ես վիշտը, մարդկային վիշտը, ես կարողանում եմ մի քիչ վեր դասել, էլի։ Ես հայ մարդ եմ։ Եթե մարդ արարածը չի կարողանում ծննդաբերել հրթիռների այդ համազարկի տակ, կամ սովի պայմաններում, կամ գաղթի ճանապարհին, ես ավելի շատ այդ երևույթի վրա կարող եմ ցավ ապրել, քան ինչ որ մեկի առյուծի, հղի առյուծի։ Ձեր մոտ գլխի վայր է։ Ուղղակի գլխի վայր է ձեր մոտ, որովհետև Նիկոլը կարողանում է ձեզ զբաղեցնել։ Ու ոչ միայն Նիկոլը, Ռոբերտը, Սերժիկը, Տաշիր Սամոն, Դոդի Գագոն, ասել է թե Պուտինը։ Հիմա էլ իրար դադի են տալի։ Նիկոլն Էդմոնին է դադի տալի, չգիտեմ, այն Արցախի տղեն ոնց էր անունը։ Վերջը։ Օսիպյան, ինչ էր անունը, մոռացա։ Նա Նիկոլին է դադի տալիս, ժողովրդին զբաղացնում են։ Մարդն ասում է, այս երկրում չկա դատավոր, որ իմ ասածը չանի։ Ոնց եք Նիկոլին դատի տալի։ Մարդը բերան ասում է, օրենքի գերակայություն չկա այս երկրում։ Ես եմ օրենքը։ Այս մարդն ասում է, անարխիա է այս պետության մեջ տիրում։ Դու գնացել ես այդ անարխիստին դատի տաս, որ ինչ անես, կապիկություն անես, ժողովուրդը զբաղվեն, որ Ալիևը այնտեղ կա Տիգրանաշենը վերցնի, մյուսը վերցնի, Սյունիքում առաջ կա, Անտառը հատի, տեղավորվի, դիրքավորվի, որ հենց որ Պարսկաստանի վրա հարձակվելու խնդիր լինի, ինքը ձեռը դեղել մտնի, բլիցկրիգ անի։ Մենք հետո չկարողանանք Ադրբեջանը մեղադրել, ինքն էլ ասի, այդ մանևրի տեղ էր, Պարսկաստանին պետք է հարվածեինք, ինձ պետք էր այդ տարածքը, այս սենց էր պետք, Ադրբեջանը, Պարսիկը կարող էր այդտեղով մտնել, գնալ, գալ իմ թիկունքից հարվածել, բանի են պատրաստվում մարդիկ։ Դուք ընկել եք, Էդմոնն ասում է, ինձ դատի տան նույնն է, թե այդան Ռոնալդուի հետ կամ Ռոնալդինյոյի հետ ֆուտբոլ խաղան։
Ուզում եմ ասի փաստաբան եմ, իրավաբան եմ, ես եմ, ես չեն կարա։ Ասենք դες բան կարա լինի, եթե պետության դատավորը ենթարկվում է պետության ղեկավարին։ Ուզում ես Ռոնալդո եղի, ուզում ես Ֆիլիպոս եղի, ուզում ես Սև ցավ ուզում ես եղի։ Էս ինչ կապիկություններ եք անում։ Էս ինչ ծեվի եք ժողովրդին դրել ոչխարի տեղ։ Սերի հանրություն, այս երկրում դատավոր, դատախազ, KGB, ոստիկան դրանք ազգային չեն, դրանք Նիկոլի սեփականություն են։ Այսինքն ռեժիմի ինչ Նիկոլ։ Դրանք ռեժիմի սեփականությունն են։ Կբռնեն, կտանեն, կստեսնեն, ու որ պետք է նորից կհանեն։ Եթե պետք լինի այդ կեղծիկը ծածկելու, կարող է ինչ-որ մեկ էլ գլուխն ուտեն։ Համակարգը ոչ մեկին չի խնայում։ Ու այդքանով հանդերձ նրանք էլի ծառայում են համակարգին։ Ոնց դու կարող ես Նիկոլին Հայաստանում Նիկոլին դատի տաս ու շահես։ Աներխիա է, դու պետք է ոչ թե դատի տաս, դու պետք է ապստամբես։ Դու չես կարող հաղթել մի մարդու, ով ասում է դատավորները իմ ասածը պետք է անեն։ Մարդը առանց որից է մեկի մեղքը կամ հանցանքը հաստատելու, որ ասենք դա պետք է դատարանն անի, որ կալանքի, ասենք բան իջեցնի հանցանքը, ինքն արդեն ասում է սրան բռնեք, նրան նստեցրեք, սրան սենց արեք, նրան նենց արեք։ Մեր երկրի դատավորները բոլորը հանցագործներ են, ավտոմատ, Նիկոլը բոլորին փճացրել է։ Հասկանում եք։ Եթե ինքն ասում է չկա դատավոր, իմ ասածը չանի, ու ոչ մի դատավոր չի արդարանում, չի ասում ստոպ Նիկոլ Փաշինյան, դες բան չկա, ես քո ասածը չեմ անելու, ես առաջնորդվելու եմ ՀՀ օրենքով, այսինչ օրենք, այսինքն օրենսդրությամբ, սահմանադրությամբ, բոլոր օրենքներով քաղաքացիական կլինի, քրեական կլինի, վարչական կլինի, հասկանում եք։ Չի կանգնում մի դատավոր ասի ոնց թե։ Ինչ ես խոսում արա։ Եթե լռում են բոլոր դատավորները Նիկոլի այս հայտարարությունից հետո, ուրեմն բոլորն հանցագործ են։ Ու եթե ինչ-որ մեկը փորձում է այսքան ցույց Նիկոլին դատի տալու ակնկալել, նշանակում է նա կամ ապուշ է կամ ժողովրդին զբաղեցնում է, որ իսկապես Ալիևը այնտեղ իր հարցերը կարգավորի։ Էս եք անում դուք։ Նախկիներ ու ներկաներ, Էդմոններ, չգիտեմ, ով կա։ Բոլորդ։ Իսկ Ծառուկյան Գագիկի դաստակով ձեռնաշղթա այդպես էլ Հայաստանը չկարողացավ բանը ճարել։ Եթե իր դաստակով ձեռնաշղթա չկա, այդ մարդուն ասեք ձեռքը դիր հետևից քայլի։ Մեկ է ինքը ուր պետք է փախնի։ Նորից բերում եք հատուկ ժողովրդին, նորից այդ կիսաբաց, չգիտեմ, ձեռքերին դրած, իբր թե Գագիկյան Ծառուկյան Գագիկին կալանավորել են, տանում են դատական նիստերի։ Ժողովուրդ, երբ պետք է հասկանաք այս խաղը, այս մանիպուլյացիան։ Արթնացեք։ Սրանք Ալիևի նախապատրաստական աշխատանքները, սրանք քողարկում են բոլորը։ Նախկին ու ներկան միասին, բոլորն անխտիր։ Սթափ եղեք, զգոն եղեք։ Շնորհակալություն։